Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, նախորդ թեմաները վերնագրերով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Իրանում քննարկում է անվտանգությունը տարածաշրջանում։ Հայաստանում Իրանի դեսպանը շնորհակալ է Երևանին դեսպանատան դիմաց ցույցերին իրավապահների միջամտության համար։ Սամվել Կարապետյանը մեր վարչապետի թեկնածուն։ Ով է ի վերջո Սամվել Կարապետյանի կուսակցության վարչապետի թեկնածուն, եթե ինքը գործարարը չի կարող առաջադրվել։ Այս ծանրության տակ մտնելով նա մինչև վերջ գնալու է այդ ժամանակ իրենք չեն քաղաքացիական պայմանագիրը շարունակում է պնդել Կարապետյանի ու նախկինների միավորմամբ իշխանության գալը պետք է կանխել։ Մարտիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե։ Չեն կարող ստանալ։ Եթե ձեզ որևէ հոգեվորական պայմանավորված ձեր քաղաքական հայացքներով խտրականության կենթարկի, գրեք ինձ։ Ինչ են քննարկել ազգային ժողովի փոխնախագահն ու Սաղմոսավանքի քահանան։ Дорогі українці, дорогі українки, сьогодні рівно 4 роки, як Путін бере Київ за Լրացավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 4-րդ տարին։ Թեհրանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ըստ Երևանի հաղորդագրության Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նույն օրակարգով Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարին։ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի այցը համընկավ Թեհրանի շուրջ լարվածությանը։ Միացյալ Նահանգները ուժեր է կենտրոնացրել Իրանի սահմաններին, սպառնալով գրոհ ձեռնարկել, եթե միջուկային ծրագրի համաձայնությունը ձեռք չբերվի։ Իսկ Հայաստանում Իրանի դեսպանը, որ շաբաթներ առաջ դժգոհում էր, թե իշխանությունները թույլ են տալիս հայաստանաբնակ իրանցիներին ցույցեր անել դեսպանատան դիմաց, այսօր արդեն շնորհակալություն է հայտնել Երևանին միջամտության համար։ Ռեժիմի փոփոխության բռնաճնշումները դադարեցնելու պահանջով հավաքներ անող իրանցիները հանդիպում էին հայաստանցի իրավապահների խոչընդոտներին։ Երթ ներարգելվում, հավաքը դեսպանատնից հեռու մղվում, ցուցարարներին պարբերաբար կանչում էին նախազգուշացնող զրույցների։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, քանի որ համապատասխան քայլեր ձեռնարկվեցին այս իրավիճակում։ Այն իրադարձությունները, որոնց մենք ականատես եղանք Իրանում, ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, որոնք պետության կողմից համապատասխան ճանաչում ունեցան։ Սակայն այնուհետև արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված որոշակի խմբեր փորձեցին այս շարժումը տանել այլ հունով եւ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Թեման շարունակելով Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ համալսարանի ուսանողներն իրավունք ունեն բողոքելու, սակայն բոլորը պետք է հասկանան կարմիր գծերը։ Սա առաջին պաշտոնական արձագանքն է համալսարաններում շաբաթավերջից վերսկսված հանրահավաքներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների ուսումնական կիսամյակն ուղեկցվում է ինչպես իշխանամետ, այնպես էլ հակաիշխանական ցույցերով։ Ժնևում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարները Ռոբերտ Աբիսողոմոնյանը եւ Էլնուր Մամադովը քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ նիստի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օկթայը հայտարարել է, որ TRIP նախագիծը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում Վրաստանին, ընդգծելով, որ Անկարան իր հերթին շարունակում է հարաբերությունների նորմալացումը Երևանի հետ։ Օկթայը հանդիպել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար, նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագ արձագանքման խումբ, ապա հնարավոր է մշտական քաղաքացիական առաքելություն։ Ազատության տրամադրության տակ է Հայաստանի արտգործնախարարի Բրյուսել ուղարկված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է մի խումբ առաքել Երևան։ Եվրամիությունը նմանատիպ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման եւ հակաստման գործում։
Ընտրությունների թեմային կվերադառնանք հաղորդման երկրորդ հատվածում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում։ Չեն կարող սպառնալ։ Եթե ձեզ որևէ հոգեբորական պայմանավորված ձեր քաղաքական հայացքներով խտրականության կենթարկի, գրեք ինձ։ Ինչ են քննարկել ազգային ժողովի փոխնախագահն ու Սաղմոսավանքի քահանան։ Дорогі українці, дорогі українки, сьогодні рівно 4 роки, як Путін бере Київ за Լրացավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 4-րդ տարին։ Նախընտրական մթնոլորտն արդեն եռում է առաջիկա 1-2 ամիսներին կամբողջանան դաշինքները, կուսակցական ցուցակները։ Հիմնական խաղացողների մասով կարծես ամեն ինչ պարզ է, իշխանությունը միայնակ է մասնակցելու, ընդդիմադիրներն էլ մեծ բևեռ չեն ձևավորում։ Այսօր Ազատության զրուցակիցն է Սամվել Կարապետյանի թիմը փաստացի առաջնորդող նրա եղբորորդին, որը ուզի թե չուզի առնվազն ֆորմալ լինելու է վարչապետի թեկնածուն։ Իշխանությունը վստահ է, որ ի վերջո դուք հետո վարչապետ եք դարձնելու Ռոբերտ Քոչարյանին։ Սամվել Կարապետյանը որպես գործիչ իր մասշտաբով հաստատ եւ այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, հաստատ նա չունի այդ խնդիրը եւ չի էլ կարող ունենալ, ով որ հասկանում է մասշտաբները, Սամվել Կարապետյանը նա կհասկանա, որ այս ծանրության տակ մտնելով նա մինչեւ վերջ գնալու է եւ մինչեւ վերջը դա նշանակում է երկրում աղքատության հաղթարումը, երկրում անվտանգության ապահովումը, նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած Հայաստանում այս process-ը սկսելով 7 ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով, նա գնալու է մինչև վերջ եւ երկրում բերելու է այդ փոփոխությունները իր դեմքով։ Այսինքն դուք պարոն Կարապետյան, որպեսզի հստակ լինի, դուք բացառում եք, որ եթե գա հասնի այդ փուլը կոալիցիոն կառավարություն կազմելու, դուք վարչապետի թեկնածու ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, օրինակ կարող եք բացառել։ Վարչապետի թեկնածուն իհարկե Սամվել Կարապետյանն է։ Այո։ Սամվել Կարապետյանն է մեր վարչապետի թեկնածուն։ Բացառում եք, որ նույնիսկ այդ դեպքում, երբ որ կոալիցիոն կառավարության հարց լինի, դուք կքվեարկեք բոլոր հարցումների արդյունքներում ընդդիմադիր առաջին ուժը ուժեղ Հայաստանն է, Սամվել Կարապետյանի ուժն է։ Նկատի ունեմ ձեր այդ սկզբունքը, որի մասին դուք հայտարարել եք, որ նախկին որևէ նախագահ չպետք է ղեկավարի Հայաստանը, ձեր այս սկզբունքը անփոփոխելի է։ Դա մեր տեսլականն է, բոլոր հարցումներով ընդդիմադիր առաջի ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, եւ մենք վստահ ենք, որ այդ ճանապարհով ենք մենք բերելու փոփոխություններ։ Այս թեմայից կապված մի հարց էլ, նայեք, իշխանությունը պնդում է, որ ճիշտ է դուք ցույց չեք տալիս, բայց իրականում շատ լավ համագործակցում եք Ռոբերտ Քոչարյանի հետ եւ սրա ապացույցներից մեկն էլ նշում է, որ օրինակ Արամ Վարդևանյանը, որ Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային անդամներից էր, հիմա դարձել է ձեր թիմի առանցքային անդամը։ Ես համակարգում եմ մեր ձևով շարժումը, համակարգում եմ եւ այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունը մեր քաղաքական process-ների համակարգողն է։ Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։ Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ։ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Այս 7-8 ալեկոծն ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ եւ դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում դուք որ հասկանաք ոչ մի շփում, ոչ մի քննարկում։ Ես ոչ մի առանց տեսնելու կարելի է հեռախոսով։ Ինչպես էլի նամակով ինչ որ բանով այդպիսի լուրջ հարցերը։ Մեր երկրի այսօրվա կառավարությունը մի հատ երկ ունի։ Այդ երկը, որպիսի ինքը իր անկարողությունը, իր տնտեսական թուլությունը, որ տնտեսական գործիչներ չունեն, աղքատության մակարդակի 8 տարվա ընթացքում աղքատությունը, որ չի կարողացել նվազեցնի, երկրում թանկացումները հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի, նա ուղղակի ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողել նոր գործիչներ։ Նա կռվում է, ամբողջ կյանքում այդ մարդիկ կռվել են նույն գործիչների հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ Ազատության YouTube-ի ալիքում է։ Իշխանություններն էլ իրենց հերթին ամենօրյա ռեժիմով զգուշացնում են, որ թույլ չեն տալու Գյումրիի 2 սցենարը ամբողջ Հայաստանում, այսինքն եթե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ ընդդիմադիր միավորվեն ու վերցնեն իշխանությունը։ Հանցագործություն չի ընտրություններում հետընտրական կոալիցիաներ
ստեղծելը, ձևավորելը եւ իշխանություն դառնալը, դա նախատեսված է ուղիղ ընտրական օրենսգրքով։ Հանցագործությունը կաշառակերությունը։ Սա մեկ, երկրորդը ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է։ Որ օրինակ, այն որ մի ընդհատեք ինձ էլի, չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ, Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետեւաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարտիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դրա համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Վաղար շաբաթի ձեր թիմակիցը հիմա կաշառքի համար հակակոռուպցիոն Դիանա Գասպարյանի։ Հիմա մարդիկ ասեն, որ քաղաքացիական պայմանագիրն էլ հանցանքանի եթե իշխանության գա։ Նույն կոռուպցիոն լսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ, չգիտեմ, կասկածվում է կամ հետապնդվում է կոռուպցիայի համար, դա վկայում է նրա մասին, որ կրկին քաղաքացիական պայմանագիրը այստեղ մի վարքյան, հա, մենք երբեք էլ չենք, մեր իշխանության օրոք, մեր իշխանության ներկայացուցիչ նախարարը ձերբակալվել, մի վարքյան, նախարարը ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարարը ձերբակալվել, քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել, падգամավոր կա, որի խոսքը արդեն նախկին ներկայացուցիչի մասին է։ Եթե դուք ասում եք մերժելի է կոռուպցիան, հիմա նույն մեթոդով մարդիկ ասեն, այս թիմում էլ եղել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, падգամավոր, ամբողջ թիմին մերժեն բայց մարդիկ տեսնում են, չէ՞, որ մեր իշխանության օրոք, ովքեր որ ազնիվ են, շարունակում են աշխատել, ովքեր որ ազնիվ չեն, մեկ ասել այնտեղ կմնան։ Լսեք էլի ինչ եմ ասում, ովքեր որ ենթադրյալ հանցանք են գործել, իրենք հետապնդվում են։ Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության տարիներին, իսկ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները իրար հետ երկար տարիներ իշխանության են կիսել, մասնավորապես երբ որ օրինակ Քոչարյանը նախագահ էր, Ծառուկյանը իշխանամետ ֆրակցիայի կուսակցության ղեկավար էր, մի վարքյան, ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր մարտի 1-ի ժամանակ, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, իրանց իշխանության տարիներին, երբ որ մարդիկ կաշառք էին վերցնում, իրենք չէին դատվում։ Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։ Նախընտրական կրքեր է բորբոքել նաև քվեարկությունից առաջ բարեգործության արգելքը իշխանությունը մեծահարուստ ընդդիմադիրներին է մեղադրում, նրանք էլ պաշտոնյաներին, որ օրինակ բյուջեից են մարդկանց գումարներ բաժանում։ Խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ իշխանությունն ու ընդդիմությունը արդեն բարեգործական արգելքի խախտումների համար իրար են մեղադրում։ Մի քանի այդպիսի դեպքերի այսօր խորհրդարանում անդրադարձավ ընտրական հանցագործությունները քննող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Ահա զանգերից մեկը, որ հնչեցնում են ընդդիմադիրները, վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։ Օրերս այս հիմնադրամը 30 հոգու անգլերենի դասընթացներ է խոստացել։ Արդյոք այսպես խախտվել է քրեորեն պատժելի արարքամարվող բարեգործության արգելքը։ Արթուր Նահապետյանը հրաժարվեց ասել, փորձելով բացատրել, թե ինչու։ Կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում
հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս բանին, բայց վաղը մյուս օր եթե ունենանք հաղորդում եւ եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ իրավական առումով ստե ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական process-ներում համապատասխան ճիշտ իրավական որոշում գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք ձեր ասած դեպքով հաղորդում կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում եւ հանրությունը կիրազեկվի պատշաճ։ Իսկ ինչ քայլեր են իրականացվել իշխանականների ահազանգերի առնչությամբ, ՔՊԱ-կանները պնդում են, թե բարեգործության արգելքը խախտել են գործարար Սամվել Կարապետյանի թիմից։ Սիրելի ուսանող։ Մոտ 100 ուսանողի խոստանալով վճարել 1 տարվա ուսման վարձ։ Այս մի դրվագով պարզվեց հակակոռուպցիոն կոմիտեն քայլեր ձեռնարկում է։ Այդ տեսանյութը եւս ուսումնասիրվում է։ Մինչ այդ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտնել էր, թե ուսումնասիրում են նաև Սյունիքի մարզպետի որոշման հանգամանքները, որով ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն դրամ է բաժանվել մարզի մոտ 3 տասնյակ բնակչի։ Այս որոշումը Ռոբերտ Ղուկասյանը կայացրել է կրկին այն փուլում, երբ արդեն նշանակվել էր խորհրդարանական ընտրությունների օրը եւ սկսել էր գործել բարեգործության արգելքը։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտվել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը, երբ որ ավարտական ունենանք, արդեն ստուգողական գործողությունները ունենանք ավարտական process, այդ դրա մասին նորից եմ ասում, հանրությունը կիրազեկվի կոնկրետ ձեր ասած դեպքում։ Ընտրական օրենսգրքով հանրապետության նախագահի կողմից ընտրությունների նշանակման պահից սկսած այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ կամ ղեկավարվում են այդ կուսակցությունների կողմից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն անել։ Այս արարքը ենթադրում է 3-ից 6 տարի ազատազրկում։ Լրագրողները հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դարձյալ հարցրին, ինչու չի ցանկանում խոսել վարչապետի տիկնոջ հիմնադրամի հայտարարությունից։ Գուցե կաշկանդված է, այս դիտարկումը վրդովվեցրեց Արթուր Նահապետյանին։ Եվ եթե րոպեներ առաջ պնդում էր, թե Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի հայտարարության մասին հաղորդում չեն ստացել, արդեն հակառակը հայտարարեց։ Չունենք քրեական վարություն։ Ուժեղ Հայաստանին ասում եք ուսումնասիրվել է, իմ քայլը հիմնադրամի հետ կապված կաշկանդվածություն ինչով։ Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Պատասխանից։ Այո, բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Իսկ արդյոք այս կարգավորումը որպես մահակ չի կիրառվի դիմադիրների նկատմամբ։ Նահապետյանը պնդեց ոչ, բերեց վաղաշաբաթի ընտրություններում դպրոցի ՔՊԱ-ական տնօրենի օրինակը, որը բարեգործություն էր արել հենց քարոզարշավի փուլում։ Նրան մեղադրանք առաջադրվեց, գործն այժմ դատարանում է։ Ձեր այն մեկնաբանությունը, որ կախված թե որ կուսակցությունից է եւ այդ ըստ այդմ էլ նաեւ որոշում կայացնենք, դա իրականության հետ կապ չունի։ Որ ընտրական գործընթացին վերաբերող այս կարգավորումը իրավապահներին մեկնաբանության լայն հնարավորություն են ձեռում, Ազատության հետ զրույցում ըստ էության չէր հերքել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Այս կարգավորումը, քան որ ոնց որ նոր է մեր կյանքում պրակտիկայում կիրառում, նաև այստեղ խնդիր կա։ Նաև նույն իրավապահների, նույն հակակոռուպցիոն կոմիտեի, նույն դատախազության գնահատելու, վերլուծելու, ըստ իրավիճակնելու հասկանալու թե իրականությունում, ասենք այստեղ օրինակ ասենք հակակոռուպցիոն կոմիտեի օրինակ քննիչը կարող ասենք յուրովի մանա, հետո դատախազը կարող է ինքը յուրովի հլմի հատել, դատավորը ոնց ինքը այդ ամեն ինչին ասենք կնայի։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին։ Մինչ այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հաստատի մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակները։ Չբավարարվելով խելքը գլուխը հավաքելու հրապարակային կոչով ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երեկ նաև անձամբ գնաց Սաղմոսավանք տեղի քահանայի հետ հաշիվները պարզելու։ Ռուբինյանը տեղեկություն ուներ, որ Տեր Օշինը ըստ քաղաքական հայացքների է համաձայնում պսակորնել։ Հանգուցյալ Տաթև arczepiskopոսի հրաժեշտի արարողությունն առիթ դարձավ, որ Միքայել Սրբազանը կարճ ժամանակով Էջմիածին վերադառնա 8 ամիս անց։ Գյումրիում տնային կալանք կրող Հաջապահյանին դատարանը թույլ է տվել բացակայել մի քանի ժամով։ Սգո արարողությունները Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում են։ Այստեղ են ողջագուրվում կաթողիկոսն ու մեղադրյալ arczepiskopոսը։ Հեռանալիս Միքայել Սրբազանը փորձում է խոնարհվել, համբուրել վեհափառի աչը, բայց վերջինս թույլ չի տալիս։ Սա ըստ Տեր Վրդանես քահանայի հավասարության, սիրո եւ հարգանքի դրսևորում է։
Արդյոք հավասարության, սիրո ու հարգանքի մթնոլորտում հանդիպեցին ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Սաղմոսավանքի Տերոշին քահանան։ Խելքդ գլուխդ հավաքիր խորհրդով ԿՊԱ-կան պատգամավորը 3 հասել էր Սաղմոսավանք։ Պսակադրվել ցանկացող ծանոթ զույգից լսել է քահանան լավ քավորի չափորոշիչներ ունի։ Մեջբերում քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ ԿՊԱ-կան չլինի։ Որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը դեպ ոչ միայն քահանաները ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավորեն խտրականության չենթարկել մարդկանց եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին։ Տերոշինը խելքը գլուխը հավաքեց։ Չգիտեմ։ Քահանային նաև քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել։ Սպառնալիք է Ռուբինյանն ինքը վստահ է, ոչ։ Տերոշինինն էլ մի քիչ ուրիշ ոչ է։ Որևիցե մի սպառնալիք ինչ չեն կարող սպառնալ։ Ազգային ժողովի փոխնախագահը համարում է, որ քահանան պառակտում է սերմանում։ Տերոշին քահանան հակված չէր պատմել, թե ինչ է ասել ինքը պսակադրվող զույգին, ապա ինչ են խոսել ԿՊԱ-կան բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Իմ համար Սաղմոսավանքի հովիվն էլ է մեկ, ազգային ժողովի պատգամավորն էլ է մեկ, բոլորն էլ մեր հավատավոր զավակներն են։ Նույն Արագածոտնի թեմի քահանաներից Տեր Վրդանեսի հետ զրուցեցինք, ասաց թեմում այս միջադեպը չի քննարկվել։ Վստահ է Տերոշինը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել։ Հումոր է արել, ասենք պետք է առնվազն Ռուբեն Ռուբենյան լինեմ, որ Տերայրի հումորը չհասկանան։ Ես իմ, ասենք, Տերայրի հետ անձամբ չեմ խոսում, բայց այդ իր ասած կոնտեքստում բարձա հումորի ժանրից է։ Մարդը ասել է հայրենասեր լինի, աստվածասեր լինի, թասիբով տղա լինի, հանկարծ սենց չլինի։ Դե բարձ չի, դա հումորային արտահայտություն է։ Քահանաներն ըստ կուսակցական պատկանելության են պսակ մկրտություն անում։ Մեզ համար մարդն է կարևոր, ասում է Տեր Վրդանեսը ու Ռուբինյանից հարգանք պահանջում։ Վերջինս Տերոշինի վերաբերյալ գրառման մեջ գրել էր. «Պառակտիչ կտրիչ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի եկեղեցուց»։ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնագրում գրված է Գարեգին II տեղյակ է պահում քահանան։ Ռուբեն Ռուբենյանը հետ ով եղավ, որ իմ հայրապետին դիմում է կտրիչով։ Սա իր հարգալից վերաբերմունքն է։ Ռուբինյանն ինքն է ասել, թե ով է։ 176 տարի առաջ Սաղմոսավանքում հոգևոր հովիվ Տերոհանը նրա պապն է։ Բայց այնպես չէ, որ օրենսդիր մարմնի փոխխոսնակը միայն այս վանքից ստացած ահազանգերն է հետաքննելու։ Եթե ձեզ որևէ հոգևորական պայմանավորված ձեր քաղաքական հայացքներով խտրականության կենթարկի, գրեք ինձ։ Տեր Վրդանես քահանան զգուշացում ունի, բյուրականում դեպի եկեղեցի տանող ճանապարհը շատ վատն է։ Եթե Տերոշինի նման ինձ էլ ուզենա գա տեսնի, թող նկատի ունենա, որ գյուղամիջից մինչև եկեղեցի ճանապարհը շատ անբարեկարգ վիճակում է եւ փոսեր կան, եւ մեր վճարած հարկերով գնաց մեքենան ափսոս է, էլի չտանջի այդ մեքենան գա ինձ տեսնելու։ Եթե որոշվի, որ կասֆալտապատվի այդ ճանապարհը, շատ է խնդրում բիտումը չխնայել։ Իսկ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանը տարակուսած է Արդարադատության բարձրագույն մարմնի դատական խորհրդի հայտարարությունից, որի հասցեատերը հենց իրավապաշտպանն է։ Փաստաբանների պալատը դատապարտում է բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը։ Դատավորների հասցեին սուր քննադատությունները համատեղելի են մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Խորհրդին հակադարձել է պալատը։ Բարձրագույն դատական խորհուրդը օրեր առաջ հորդորել էր փաստաբաններին զերծ մնալ դատավորներին արատավորող հրապարակումներից։ Մտահոգված են սոցիալական ցանցերում փաստաբանների գրառումներով ու համարում են նրանց քննադատական գրառումները չեն բխում մասնագիտական էթիկայից ու դատական համակարգը վարկաբեկելու միտում ունեն։ Արտարոց էր բարձրագույն դատական խորհրդի անունից տրված հայտարարությունը այն իմաստով, որ մի ամբողջ ինստիտուտի անունից արձագանքում են փաստաբաններին եւ պարզ է, որ թիրախում ես էի։ Խորհրդի հայտարարությունում ոչ մի օրինակ չկա, թե որ գրառումներն են վարկաբեկում դատավորներին, որ գործերով փաստաբաններին հատկապես նկատի ունեն։ Ինչի մասին է խոսքը։ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանի անունն են տեքստում միտեղ նշել խորհրդի համար քննադատելի սխեմա օգտագործելու համար։ Միևնույն ժամանակ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են հետևյալ կանխատեսելի սխեման։ Դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, սոցհարթակային քննարկման առիթ, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։
Նկատենք, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը կարծում է թիրախում իր վերջին գրառումներից մեկն է, որն ուղղված է նաև բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին։ Նա կարգալույց քահանաների օգտին դատավորների որոշումները համեմատել էր սրբապղծության հետ։ Ես ասել եի, որ դատավորների այս գործողությունները, որոնց վերաբերել ես որոշակի տեղեկություններ էի ներկայացրել, գրել էի հոգևոր դաշտում հավասարեցվում են սրբապղծության։ Իսկ այդ դատավորներից մեկը բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն է։ Մյուս երկուսը Արմավիրի մարզի դատավորներ Հովհաննես Մելքոնյանն ու Սիմա Աբովյանը։ Ըստ փաստաբանի այս դատավորները քննել են դատական իշխանության տիրույթում չգտնվող հարց ու այդպես քրեական հանցանք կատարել։ Փաստաբան Զոհրաբյանը գրել էր, թե դատավորների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության։ Ամենևին չեմ ասել, որ դատավորը սրբապիղծ է կամ նման վիրավորանք չեմ ներկայացրել դատավորին։ Տեսեք, աշխարհիկ անձին արգելվում է օրինակ սրբությունների հետ առնչվել, հա, պայմանական Սուրբ Միրոնի չի կարող առնչվել, չի կարող դիպչել եւ չի կարող հոգեվոր ծեսեր կատարել։ Եվ դատարանը ինքը պարտավորեցնում է այդ հոգեվորականը նման բան անի, օրինակ մկրտություն անի, ամուսնության խորհուրդ կատարի, որոնք ուղիղ սրբապղծություն են։ Կարգալույց քահանայի արածն է սրբապղծություն դառնում, բայց դատանի որոշման հիմքով։ Պալատից հակադարձում են փաստաբանների մասնագիտական քննադատություններին միջամտելը ժողովրդավարական սկզբունքներից դուրս է, սահմանափակում են նրանց գործունեությունը։ Փաստաբանները քննադատելու իրավունք ունեն ու նրանց վարքագծի հետ կապված հարցերն էլ քննում են միայն օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բարձրագույն դատական խորհուրդը կամ խորհրդի որոշ պաշտոնատար անձինք անուղղակի մատնում են, որ այս գործընթացի ետևում իրենք են կանգնած։ Այսինքն այս դատավորների կողմից նման որոշումներ կայացնելու եւ բնականաբար նման հետևանքների կիրառման տեսակետից իրենք մասնակցություն ունեն եւ երբ այդ դատավորները հավանաբար բողոքել են, որ այսինչ է կատարվում, իրենք փորձել են իրենց պաշտպանության տակ վերցնել դատավորներին։ Բարձրագույն դատական խորհրդին ինչ բովանդակությամբ գրառումներ են մտահոգել, ինչ փաստեր ունեն։ Խորհրդի տեքստում նշված չէ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա դեմ չէ, որ եթե վիրավորական գրառում լինի, խորհուրդը արձագանքի դիմի փաստաբանների պալատ, որ քննեն, բայց ասում է թող լինի փաստարկված, ոչ թե անհասցե։ Ամեն մի դեպքով ընդհանրական նման հայտարարությունները առանց ուսումնասիրության, հիմնավորման չի կարելի ընդունելի համարել, մանավանդ նույնիսկ կրկնեմ, որ միայն փաստաբանները չեն։ Նաև կան այլ քաղաքական գործիչներ եւ այլն, որ դատական իշխանության հեղինակության հետ կապված անթույլատեղի հայտարարություններ են կատարում։ Իմ կարծիքով պետք է ամեն մի նման դեպքով կա ընթացակարգեր։ Իրավապաշտպան Սաքունցը համաձայն չէ, որ Բարձրագույն դատական խորհուրդը խոսել է փաստաբաններին զսպելու նպատակով։ Կամ փաստաբաներ, որ քաղաքական գործի պահվածք ունեն, ասում է Արթուր Սաքունցը առանց անուններ նշելու։ Փաստաբանը համ քաղաքական գործիչ է հանդես գալիս, համ փաստաբան։ Փաստաբանը հանդես է գալիս իրապաշտպանյալի քաղաքական խոսնակը։ Դել էթիկայի հարցեր կան։ Դա կայանում է նրանում, որ նույնիսկ եմ կրկնում։ Իրապես այնքան շատ խառը, որ հիմա ԲԴԽ-ն փոխանակ իրապես իրավական մեթոդներով շարժվի, նման հայտարարություններ տալիս, որը նույնիսկ բացարձակ ոչ մի խնդիր չի լուծում։ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունը դատարանների անկախությունը երաշխավորելն է։ Ինչու են փաստաբանների քննադատությունները քննարկում, ունեն լիազորություն, կոնկրետ որ գրառումներն են իրենց մտահոգել, արդյոք խորհուրդը նիստի արդյունքում է այս հայտարարությունն ընդունել։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը 2 օր է խոստանում է մեր հարցերին ավելի ուշ պատասխանել։ Միջազգային լրահոսից 4 տարի առաջ այսօրը Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա լայնամասշտաբ ներխուժումը, որ վերածվել է երկարատև պատերազմի 100 հազարավոր զոհերով, հողին հավասարեցված քաղաքներով, Մոսկվան անվանում էր ընդամենը հատուկ ռազմական օպերացիա, օկուպացնելով երբեմնի եղբայրական հարևանի տարածքները, Պուտինը դեռ կանգ չի առնում։ Дорогі українці, дорогі українки, сьогодні рівно 4 роки, як Путін бере Київ за 3 дні. Այսօր լրանում է ուղիղ 4-րդ տարին այն օրից, երբ Պուտինը 3 օրում պետք է գրավեր Կիևը։ Այսպես է Վլադիմիր Զելենսկին սկսել Ուկրաինա-Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման 4-րդ տարելիցին նվիրված ուղերձը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ սա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես է Ուկրաինան հերոսաբար պայքարել այս տարիներին, ինչի շնորհիվ Պուտինին չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Ըստ Զելենսկիի, իրենք ունեն բոլոր իրավունքներն ասելու, որ պաշտպանել են իրենց անկախությունը։ Путін не досягнув своїх
силой. Պուտինը չհասավ իր նպատակներին, նա չկոտրեց ուկրաինացի ժողովրդին, չհաղթեց այս պատերազմում։ Մենք պահպանեցինք Ուկրաինան եւ ամեն ինչ կանենք խաղաղության եւ արդարության հասնելու համար։ Տարելիցի արդիվ այսօր Կիև են այցելել եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ եւ Զելենսկիի հետ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Ավելի ուշ տեղի է ունեցել Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի հանդիպումը։ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի շատ ներգրավվել խաղաղության բանակցություններին։ Ակնկալում ենք ձեր առաջնորդությունը բանակցային այս ամբողջ գործընթացում։ Մեզ անհրաժեշտ է խաղաղություն, բայց պետք է պատրաստ լինենք ռուսական կողմից ցանկացած մարտահրավերի, ասել է նա։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Ուկրաինային կաջակցեն որքան անհրաժեշտ է։ Քիր Սթարմերի խոսքով, երբ 4 տարի առաջ բռնկվեց այս հակամարտությունը, ենթադրվում էր, որ Պուտինը մի քանի շաբաթում կգրավի ողջ Ուկրաինան։ Սակայն 4 տարի անց ուկրաինացիներն անհավանական դիմակայություն են ցուցաբերում ռուսական ագրեսիային, ասել է նա։ Ինչ էլ որ Պուտինն ասի, ինքն իրեն եւ իր ժողովրդին, Ռուսաստանը չի հաղթում։ Վերջին 1 տարում Ռուսաստանը կես միլիոն զոհ է տվել Ուկրաինայի տարածքի 1%-ից էլ պակաս լրացուցիչ տարածք գրավելու համար։ Սա այն երկիրը չէ, որը հաղթում է 4 տարի տևած հակամարտության արդյունքում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև այցից առաջ սոցցանցում գրել է. այցի նպատակն է վերահաստատել, որ Եվրոպան կաջակցի Ուկրաինայի արդար պայքարին, մինչև չվերականգնվի խաղաղությունը Ուկրաինայի պայմաններով։ Չնայած այս հավաստիացումներին, դաշինքը միասնական չէ Ուկրաինային աջակցելու հարցում։ ԵՄ արտգործնախարարները երեք չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող Հունգարիան եւ Սլովակիան։ Հունգարիան նաեւ չի հաստատել Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը, որի շուրջ նախկինում համաձայնություն կար։ Զելենսկին այսօր ուղերձով դիմել է Եվրոպական խորհրդարանին, խնդրելով օգնել, որ ստանան խոստացված վարկը։ Պատերազմի տարելիցի արդիվ զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել նաև Լվովի գերեզմանատանը։ Հավատում եմ, որ ոչինչ ապարդյուն չէր, մեր ազգի երիտասարդ սերունդը ապարդյուն չընկավ, նրանք ընկան Ուկրաինայի համար, որը մերը կլինի, ճշմարտությունը մեր կողմը կլինի եւ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախկինում էր։ Ուկրաինացիները սակայն լավատես չեն պատերազմի ավարտի հարցում։ Նրանք կստորագրեն խաղաղության համաձայնագիր եւ կհայտարարեն, որ ամեն ինչ ավարտված է եւ վերջ, այսինքն պաշտոնապես այն կավարտվի, բայց կարծում եմ մենք այս վիճակում կապրենք շատ երկար ժամանակ։ Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, ամեն ինչ կախված է Ռուսաստանի նախագահ Պուտինից։ Նա սկսել է այս պատերազմը եւ նա պետք է ավարտի այն։ Կարծում եմ պատերազմը երկար կտևի, Պուտինը չի դադարի, Յուրիի նման մարդիկ, ինչպես այս տղաները, ովքեր 21 տարեկան էին, նրանք այլևս մեզ հետ չեն։ Իր սկսած պատերազմի 4-րդ տարելիցի օրը Ռուսաստանի նախագահն Ուկրաինային մեղադրել է արևմտյան հետախուզական գործակալությունների օգնությամբ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերի մեջ, այդ թվում թիրախավորելով ռուսական էներգակիրների խողովակաշարերը։ Պուտինի խոսնակն էլ ասել է, որ 4 տարի առաջ մեջբերում եմ հատուկ ռազմական գործողությունը սկսեցին, որպեսզի թույլ չտան, որ Կիևի ռեժիմը սպանի սեփական ժողովրդին երկրի արևելքում։ Ըստ Դմիտրի Պեսկովի, քանի դեռ չեն իրագործել այս նպատակը, կշարունակվի հակամարտությունը, որը ըստ նրա հիմա վերածվել է ավելի լայն առճակատման։ Հետագայում արևմտյան երկրների միջամտությունից հետո փաստացի հատուկ ռազմական գործողությունը վերածվեց շատ ավելի լայն առճակատման արևմտյան երկրների հետ, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նպատակ ունեն ոչնչացնել մեր երկիրը։ Վաշինգտոնում գործող ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալներով ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում գրեթե 1.200.000 ռուս եւ մոտ 600.000 ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել։ Կենտրոնի կանխատեսմամբ ընդհանուր կորուստներն այս գարնանը կարող են հասնել 2 միլիոնի։ Reuters-ի տեղեկություններով Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ռուսաստանի պատվիրակության հետ Ժնևում քննարկել են միջուկային զենքի վերահսկման հնարավոր բազմակողմ պայմանագիրը։ Այսօր էլ նախատեսված է հանդիպում չինական կողմի հետ։ Վաշինգտոնը կոչ է անում կնքել նոր ավելի լայն զենքի վերահսկման պայմանագիր, որը կներգրավի թե Չինաստանը, թե Ռուսաստանը։
Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։